Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 5-ն է եւ ես ուզում եմ ձեր հետ միասին ամփոփենք մեր նորությունները։ Եվ ուսում հաղորդումը սկսել կրկին Նժդեի խոսքերով, որն ասում է ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել։ Տեսեք երկու նախադասություն, կարճ, երկու տարբերություն եւ տալիս է մեր ամբողջ խնդիրների եւ պատճառը եւ լուծման բանաձևերը։ Որտեվ շատ են ինձ հարցնում. ինչ անենք, որ դզվի։ Դադարել ստել եւ դադարել ուրանալ։ Որովհետեւ առաջի դեպքում մենք հայրում ենք ճշմարիտը, մյուս պարագայում դադարում ենք մարդ լինել։ Սա է մեզ պատվիրել Նժդեը։ Իմիջիալոց մեր ինքնաճանաչում շարժումը դիտարկում է Նժդեին որպես պարտադիր ուսուցման թեմա։ Դպրոցներում, բուհական հաստատություններում Նժդեհականությունը սա ապրելու բանաձև է, ընդ որում ճիշտ ապրելու եւ արդյունավետ ապրելու բանաձև է։ Սա ոչ մի ֆաշիստական, ոչ մի ազգայնամոլական, այս գիտեմ, որ տխմանդերի մի բանակ կա, որ նման բաներով է, ածականներով է բնորոշում Նժդեհականությունը։ Մինչդեռ ինքը շատ պարզ է, շատ մարդկային ու շատ բարոյական։ Շատ պարզ ամենակարևորը, որ պարզ բանաձևեր է, սենց ապրելու պարագայում մենք չենք ունենա այս վիճակը, չենք ունենա Նիկոլ Փաշինյան, չենք ունենա հազարավոր սպանվածներ, եւ մենք հələ չգիտենք եւ ինչքան պետք է ունենանք, եւ ամենակարևորը, չենք ունենա պետականության կորուստի վտանգ եւ արդեն կորցած Արցախ, չհաշված մնացած տարածքները։ Ընդհանրապես պետք է չստել ճշմարտությունը չհայոյելու համար եւ մարդ մնալ, չուրանալ։ Իսկ այն մարդիկ, որ ընտրություններից հետո դեռ հարձակվում են քննադատների վրա եւ փորձում են արդարանալ, որ իրանք սրիկա չեն Փաշինյան Նիկոլի ընտրելով, ես հիշեցնեմ մի բան, դուք քվեարկել եք մեկի օգտին, որը թաքցնում է 44 օրյա պատերազմի հանցագործությունները, ասել է, թե դուք համաձայն եք, որ մենք չիմանանք տիեզերական մասշտաբի հանցագործության մասնակիցների եւ պատասխանատուների աննազգանները, էլ մնացած բաները էական չի, կարող ենք դնել մի կողմ, դուք կոծկում եք հանցագործությունը, հանցագործ չէ, հանցագործություն չէ ընդամենը, տիեզերական մասշտաբի հանցագործություն, որ ոչ մի արդարացում չունի, ոչ կարող եք դա հիմնավորել Ռուսաստանի նկատմամբ սիրով կամ ատելության, ոչ Ամերիկայի նկատմամբ սիրով կամ ատելության, չկա այդտեղ ոչ մի արդարացում եւ չի կարող լինել, այնպես որ դուք ուղղակի ասենց ասում, պաումալչյան default ինքնաբերաբար դուք արդեն հանցակից եք։ Այն հանգամանքը, որ մարդկա դեռ շորերն է ճղում, հայհոյում, հա, լկտի բերանա, ունիտազ բերանա բացում, սա նրանից է, որ իրանք էլ են հասկանում, որ իրենք հանցագործ են։ Հակառակ դեպքում հանգիստ հիմա նստած կլինեին իրենց տեղերում։ Ես ուղղակի հիշեցնում եմ, որ դուք կարող եք մեզ հետևել նաև Patreon-ում եւ եթե ուզում եք մեկ անգամ ձեր նվիրատվությունով օգտակար լինել մեր ալիքի աշխատանքներին, դուք կարող եք կիրառել ներքևի հղումները եւ իրականացնել ձեր նվիրատվությունները։ Իդեպ մեր ալիքը բաց է համագործակցության համար այն ընկերությունների բիզնեսների հետ, որոնք խաղադրույքային ոլորտում չեն, խմիչք, ծխախոտ, մի խոսքով այդ ոլորտներից չեն։ Մնացած ցանկացած ոլորտ Հայաստանում կլինի, արտասահմանում կլինի, որի գործունեությունը ի նպաստ է հայկական պետականության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, ինքնաճանաչման պրոցեսին ես սիրով պատրաստ եմ համագործակցել։ Եվ այսպես այսօր Ճակերտավոր խորհրդարանական ընդդիմությունը արձանագրեց երկրորդ իր խոշոր հաղթանակը եւ Հայկ Կոնյոյանը դարձավ ԱԺ փոխնախագահ։ Ընդ որում հետաքրքիր է գիտեք, որ նա որ նույն ձայնային համաձայնաբանով, համամասնությամբ, նույն 63, ասեմ 28 մոտարապես sense։ Նույնը ինչ որ Թուրք Ռուբեն Ռուբենյանը դարձավ ԱԺ նախագահ, այնպես էլ այս բազմասեր եւ բազմաերեսանի երևույթը ասաման, հա, դառավ փոխնախագահ։
Եվ այս նույն համամասնությունը մնալու է բոլոր ընտրություններին, հա, բոլոր կարգի քվեարկությունների ժամանակ 63-28 դեմ 63 կողմ։ Եվ մենք 5 տարի սա տեսնելու ենք, լսենք, ընդ որում նաև ընթացքում մենք լսենք տարբեր ձայներ նույնպես, հա, մոտավորապես Չես անձնականից մեջ մտնում, այ բոշա, դու այ փչացած, այ բոշա, դու փչացած, բոշա, փչացած, բոշա։ Մի խոսքով, մենք այս ամեն ինչը տեսնելու ենք իհարկե, եթե այս ամեն ինչ այս ծեբով գնա 5 տարի, բայց այս ներքին վստահությունն է, որ սա 5 տարի չի տևելու, այս իշխանությունը ունակ չի ուղղակի, նայելով իր մասնագիտական եւ կադրային ռեսուրսները, ունակ չի 5 տարի կառավարել մի երկիր, որը միայնակ, հիմա տոտալ միայնակ գտնվում է մի տարածքում, որտեղ էլ փոթորիկ, էլ երկրաշարժ, էլ ցունամի, ինչ ասես կա։ Եվ իմունիտետը մեր երկրի ցավոք զրոյական վիճակում է, եթե ոչ մինուս։ Այնպես որ մատել նորություն ասեմ ձեզ, Հայաստան խմբակցությունը չի մասնակցի արժանախագահի ընտրություններին քվեարկությանը։ Այսպիսի հայտարարություն արտահայտել Հայաստան խմբակցությունը sense մատ անելով, հա, Նիկոլ Փաշինյանին, ուղղակի ասեք տղեկ, մենք ձեզանից հոգնել ենք, մենք հոգնել ենք ձեզ ստերից։ Հայաստան խմբակցությունը կարող է հայտարարել, որ ինքը չի վերցնում մանդատները, որովհետև ինքը սկզբանե հայտարարել էր, որ ընտրությունները կեղծված են, որ սրանք լեգիտիմ ընտրություններ չեն, եւ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետ չի։ Թե մանդատները վերցնելուց հետո դուք ինչ կհայտարարեք, ինչ կանեք, արդեն բոլորովին էական չի։ Ընտրվում ազգային ժողով ունենում նախագահ, փոխնախագահ, եւ նա ընտրում է իր վարչապետին, կառավարությունը եւ այլն։ Դուք ձեր ամենակեղտոտ գործն արդեն արել եք։ Թե դրանից հետո դուք ինչ կանեք, կհրաժարվեք մասնակցել ընտրություններին, թե ոչ, դա բացարձակապես էական չի։ Իդեպ ինձ հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանին ընտրած քանի հոգի է հիմա հասկացել, որ սխալ արել ինքը, կամ քանի հոգի է անհամաձայն, որ սրանք մանդատները վերցել են եւ սպասարկում են նույն ձևի Փաշինյան-Նիկոլի իշխանություն, ինչպես անցած 5 տարում։ Սա շատ կարևոր հանգամանք է իմ համար։ Չէ՞ որ 500,000 մինիմում ձայն տրվել այս մարդկանց, որպես Նիկոլ հեռացնեն, հա, մենք 500,000 քաղաքացի, ես վստահ եմ ունենք Հայաստանում, որոնք ուզեցել են ազատվել Նիկոլ Փաշինյանից։ Հիմա ինձ հետաքրքիր է մի բան, իրանք համաձայն են այս ամեն ինչի հետ, թե չէ, թե ի վերջո հասկացան, որ օլիգարխիան երբեք ժողովրդայինը չի լինում, երբեք ազգային չի լինում ազգային օլիգարխիա, լինում ազգային բուրժուազիա, որտեղ բուրժուազիան ուրիշ ձև է հարստանում։ Օլիգարխիկ հարստությունը դա կրիմինալ հարստանալու ճանապարհ է։ Օլիգարխիկը երբեք չի կարող լինել ազգային եւ ծառայի ազգային շահերին։ Բուրժուազիան հնարավոր է, չեմ ասում հաստատ, ես 50-50։ Չնայած ասում են փողը հայրենիք չունի, որտեղ որ քո փողերն են, այնտեղ էլ քո հայրենիքն է։ Բայց ընդունենք, որ ազգային լինում է բուրժուազիա, բայց օլիգարխիա ազգային չի լինում։ Ինձ այս հարցը հետաքրքիր է, որովհետև եթե մարդ կա դեռ մնում են համոզմունքի, որ ինքը ճիշտ է արել, որ Ռոբերտ Քոչարյան կամ Նարեկ Կարապետյանը ընտրել, եւ այս ամեն ինչը նորմալ է, նշանակում է մենք շանս չունենք։ Եթե մի 600,000 Նիկոլ Փաշինյանը ընտրում, 500,000 էլ այս ճանապարհն ընտրում, մենք այնտեղ տակա բան չի մնում այս ամեն ինչին հակազդելու համար, հասկանում եք։ Այն տակի մնացածը մնում ենք մարգինալ ազգայիններով, բանականներով, որոնք հասկանում են, որ ոչ օլիգարխիան, ոչ որևէ իշխանություն, որը այս կամ այն կենտրոնից նշանակում, երբեք չի լուծելու մեր ազգային խնդիրները, որովհետև բոլորը ինչ որ կենտրոններից սպասարկու են այսպես կամ այնպես։ Դամալ այս թվաբանությունը ինձ շատ հետաքրքիր է։ Ցավոք ես չունեմ այս տպավորությունը, որ ինչ որ մեկը փոշմանել է, որովհետև չեմ լսում ոչ մեկի ձայնը։ Եվ այս ամեն ինչը աջակցող գովազդած բլոգերներից եւ ընկերներից, որոնք կոչ էին անում ընտրել սրանց, չունեմ։
թե ներքուստ նեղված են, լավ կլիներ արտահայտվեին, որովհետև այն ինչ որ կատարվում է հիմա, սա դավաճանություն է ժողովրդի նկատմամբ, հասկանում եք, ուրիշ բառ չկա ստեղ, նսա նսենք, Արկություն կազմակերպելը ՔՊ-ի մոտ իսպառ բացակայում է ժողովուրդ։ Ուրեմն կա այս հանձնաժողովի անդամներ, ովքեր որ ներկայացվել են եւ հաստատվել են։ Առանց հանձնաժողովի անդամների ներկայանալու այս մարդիկ սկսել են քվեարկությունը։ Դա մեկ։ Երկրորդը, ո՞նց են որոշի ով պետք է լինի ցուցակի վրա, ով պետք է լինի ящիկի մոտ։ արդեն բողոքում են, որ ՔՄՊ նույնիսկ ԱԺ նախագահի ընտրություններին հասկացեց խախտումներով, չեք լուրջ եք ասում դուք, չեմ հավատում, ոնց կարող է ՔՊ-ն ընտրություններ անցկացնի առանց խախտումների, այ քեզ նորություն, ես շոկի մեջ եմ ճիշտ ասած, շոկի մեջ եմ ոչ թե փաստից, շոկի մեջ եմ մարդկանցից, որոնք զարմացած են այս փաստի վրա, այսինքն դուք չգիտեիք ընդեղ ինչա լինելու, դուք գնացել եք մանդատները վերցրել եք ու մի նորություն, խաբեցին ձեզ, խախտեցին կանոնակարգը, խախտումներով ընտրեցին, չընտրեցին, տշած ունենան ձեզ, հա, դուք զարմացած եք, իսկ մենք սա վրա արդեն էլ չենք ծիծաղում, ուղղակի ասում ենք, տղեկ, դուք Փաշինյան Նիկոլի սպասարկումներն եք նոր կազմով, նոր դեմքերով, նոր անուն ազգանունով, իշխանությունը հեռացնելու հարցում բոլորի հետ համագործակցելու ենք, ասում է Սամվել Կարապետյանը, օգոստոսի 4-ին, սա չի ասում հունիսի 6, հունիսի 5 կամ հունիսի 8, որտեղ դեռ պրոցեսը դատական կար, հա, կամ հələ նույնիսկ հայտարարված չէ բանի արդյունքները, սա ասում է օգոստոսի 4-ին, Սամվել Կարապետյանին տեղեկացրեք, որ իշխանության դուք չեք կարող հեռացնել, որտեղ դուք լեգիտիմացել եք իշխանությանը, դուք իշխանությանը կարող եք հեռացնել միջև լեգիտիմացնելը, բոլորդ Նիկոլ եք, ուրիշ բառ ցենզուրայի մեջ չկա ձեզ ասելու համար, դե չկա էլի, ու քանի հոգու վրա է թողում այս ազդեցություն ձեր խոսքը, որ իրանք նստելու են սպասեն, որ հեսա Սամվել Կարապետյանը խորհրդարան մտնելուց հետո դուրս է գալու փողոց, այս ամեն ինչը լեգիտիմացնելու հանցագործ Նիկոլին նշանակելուց հետո, վարչապետ, դուրս է գալու փողոց ու հեռացնես իշխանությունը, մինչդեռ այս իշխանությունը ուղղակի կարող է չլինել, որն է ավելի հեշտ, որ իշխանությունը ի սկզբանե չլինի, թե նշանակեք, լեգիտիմացնեք, մանդատները վերցնեք, հետո փորձեք հանել, դե երևի Սամվել Կարապետյանն էլ հույս ունի, որ ասենք եթե Նիկոլ Փաշինյանին հավատացող կա չէ, ասենք այդ որակի մարդիկ ինտելեկտուալ, ինչի պետք է իրեն հավատացողներ չնեն, որ իդեպ, այս խոսքերին հիմա արդեն հավատացողները ինձ համար նույն որակն են, ինչ Նիկոլին են հավատում, ինչ Սամվել Կարապետյան այս խոսքերին, չնեղանակ լուրջ, բայց մարդ գոնե կսենք 1 կիլոբայթ հիշողություն պետք է ունենա, էլի, մի գոնե 1 կիլոբայթ, չգիտեմ, դա բավարար է թե չէ, Թուրքիայից արդեն ցանցում են, հրավիրում են իրաց թուրք ընկերոջը քյաբաբ ուտելու Ադանա, մեր Ադանան իրաց թուրք ագենտին հրավիրում են քյաբաբ ուտելու, Սամվել Կարապետյան կարաս հետը գնաս, Ռոբերտ Քոչարյանի հետ նստեք, սեփական ինքնաթիռով, տարեք ձեր թուրք գործընկերոջը Ադանա, որ անփորձանք հասնի հետքը, բաբսոս չի ձեր նշանակած ԱԺ նախագահ հանկարծ օդանավակայաններում սպասի, հոգնի, սիրուն կամֆորտով տարեք, քաբաբներ կուտեք, հետ կգաք էլի, կեցեք դուք, լսենք ես լսանիթը, Հրապարակվել է կրոնական ազատության հարցերով զբաղվող Ֆորում 18 միջազգային դիտորդական կազմակերպության անդրադարձը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Դիտորդական կազմակերպությունը պնդում է, որ քրեական հետապնդումը խախտում է հայ առաքելական եկեղեցու սահմանադրությամբ պաշտպանված ինքնավարությունը։ Առաջադրված մեղադրանքը դատական ակտը չկատարելու կամ դրա կատարումը խոչընդոտելու համար է։ Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույց հռչակելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը։ Գործն ի սկզբանե չի համապատասխանում կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ միջազգային չափանիշներին եւ խախտում է կրոնական հաստատությունների ինքնավարության իրավունքը։ Ֆորում 18-ը հայտնել է, որ փորձել է պարզաբանումներ ստանալ Հայաստանի Հանրապետության մի շարք պետական կառույցներից։ Կազմակերպության խոսքով գլխավոր դատախազությունը չի պատասխանել հարցերին, թե ինչու են քրեական մեղադրանքներ առաջադրվել այն բանի համար, ինչը կազմակերպությունը բնութագրում է որպես ինքնավար կրոնական հաստատության ներքին որոշում եւ ինչպես կարող է հետապնդումը համարվել քաղաքական ազդեցությունից զերծ։ Կազմակերպությունը նաև կապ է հաստատել գործի քննությունը ղեկավարող քննիչ Արա Ավագյանի հետ, որպեսզի հարցնի, թե ինչու են եկեղեցու ղեկավարներին հետապնդում։ Ավագյանը պատասխանել է. «Ոչինչ մի հարցրեք, ցտեսություն», ապա անջատել է հեռախոսը։ Ֆորում 18-ը հայտնել է, որ ավելի վաղ նմանատիպ հարցեր է ուղարկել նաև քննչական կոմիտե, այդ թվում ինչու են քննիչները քրեական գործ հարուցել եկեղեցու կարգապահական որոշման պատճառով եւ ինչպես կարող են հասարակությանը հավաստիացնել, որ վարույթը քաղաքական դրդապատճառներ չունի։ Գրավոր պատասխանում կոմիտեն հրաժարվել է պատասխանել հարցերի բովանդակությանը, հղում անելով նախաքննության գաղտնիությանը եւ նշել է, որ քաղաքական դրդապատճառների մասին հարցը չի մտնում իր իրավասության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի մեկնաբանել գործի էությունը եւ չի նշել արդյոք կվերահսկի դատավարությունը։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային դիտորդական կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը եւ արգելում պետության միջամտությունը նրանց ներքին գործերին։ Այն նաեւ հղում է անում մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի միջազգային պարտավորություններին, նշելով, որ դրանք պարտադրում են Մի խոսքով, հողումները պարզ է արդեն դու ստորագրել ես միջազգային պարտավորությունների տակ եւ Հայաստանում ոչ մարդու իրավունքների այս հրեշը պաշտպանության, ոչ դատախազություն, ոչ քննչական, ոչ քննող քննիչ, ոչ մի հաշվետվություն չունեն տալու։ Ասելիք չունեն։ Հա, ասելիք չունեն։ Նիկոլն ասել է, ինչ ուզում եք արեք։ Դուք պրոբլեմ չունեք։ Ոնց որ ասենք Նիկոլը վերցեց ու Կոնջարյան Հայկին ասեց ճիշտ եք արել։ Իհարկե ճիշտ եք արել։ Նույնիսկ եթե ում նկատմամբ որ արել եք ինքը ԿՊ-ական է, դու ավելի ԿՊ-ական ես։ Ու ոչինչ որ ասենք աղբերդ, այդ ինչ ասեմ Ժողովուրդ ջան, այդ սրիկայությունը չէ էլի։ Լրիվ նիկոլիզմը։ Քո գործընկերոջ կնոջ երեխուն աղաբեկես օրերով, որում ոստիկանների ուղեկցությամբ։ Ոչինչ։ Բա ոստիկան ինչի համար է։ Ոստիկանը հենց դրա համար է, որ դուք բոլոր հնարավոր պիղծ քայլերը անեք ու մնաք անպատիժ։ Հա, եթե ընտրելու բան կա, ու մենք պատժում, ինչ օրենք ինչ բան, Նիկոլ Փաշինյանը համ գողն է, համ դատավորն է, համ դատախազն է, համ մարդու իրավունքների պաշտպանն է, ինքը համ աստվածն է, ամեն ինչն է, համ կաթողիկոսն է։ Հա, եթե հարց կա որոշելու, ում ենք պաշտպանում, հա, ով ավելի ԿՊ-ական է, իրան ենք պաշտպանում։ Խոսքով սա նաև բոլոր ուսապարկերը թող իմանան, որ իրանք ընդհանրապես ռասխոդի մատերիալ են։ Նայած ասենք իրանց խնդրեմը ում հետ է։ Եթե ուրիշ ԿՊ-ականի հետ է, նշանակում է իրանք նույնիսկ օրենք չունեն, որ պաշտպանվեն։ Իրանք ընկնելու են օրենք փնտրեն։ Վաղ օրինակ այս մարդու իրավունքների այս կիսապաշտպան հրեշը պետք է ինքն գնի օրենք փնտրի ու չգտնի իրան պաշտպանելու համար, որտեղ իրան դատելու ենք։ Հա, ինքը որպես այս ամեն ինչի ի պաշտոն է պատասխանատու մարդ, որ պետք է աներ, սա կոչվում է իրավաբանորեն կարող է ես չանեմ, բայց անգործություն, հանցավոր անգործություն է։ Ինչքան ես գիտեմ։ Ասեք այս հոդվածով դատվելու է ինքը։ Հետո պետք է ինքնի վազվզի բաներով, ինստանցիաներով, որ ապացուցի, որ սա հանցավոր անգործություն չի, այն ժամանակ չի գտնելու մի հատ դատապաշտպան։ Մի հատ քննիչն ասելու է, քեզ բան չունեմ ասելու։ Դու պետք է դատվես։ Ոնց որ հիմա է ասում, բան չունի ասելու։ Քննչականն էլ ասելու է, օ, ես քաղաքական հարցերի մեջ չեմ մտնում։ Ինձ ասել են, քեզ դատի, քեզ դատում եմ։
Հասկացաք։ Սա է։ Եվս ընդունելի է այն կենտրոնների համար, մասնավորապես Եվրոպա, Ամերիկա, որոնք դեռ ակնկալիքներ ունեն Հայաստանի Հանրապետությունից, մասնավորապես Փաշինյան Նիկոլի իշխանությունից։ Այստեղ գիտեք ինչ կա, ֆիզիկայի մեջ օրենք կա, երբ որ դու մի բան շատ ես ճկում, ու ինքը հակված չի այդքան ճկվելու։ Հիմա սա ակնոցի պոչ է։ Սա այսքան կարա ճկվի, հա։ Երբ որ դու սեղմում ես, կոտրվում է։ Հիմա Եվրոպա, դու արդեն մի հատ կոտրվել ես։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վաղուց է կոտրվել, Ռուսաստան չկա արդեն, հա։ Դու մի քիչ ես սեղմելու, անշուշտ գնում ես այդ ճանապարհով։ Դու հասնում ես Ռուսաստանի չափ, այսինքն սահմանին, որովհետև ինչ եմ ասում, դու մի անգամ կոտրվել ես, բայց ոչ վերջնական, որովհետև դեռ կան ինստիտուտներ, որոնք խոսում են, այսինքն կա Եվրոմիություն, կառավարություն, հա, Ուրսուլա ֆոն դեր Լայն կայակալացման, եւ կան դեռ այս ինստիտուտները, այսինքն կեսը կոտրվել է, կեսը մնացել է։ Եթե դուք այս ինստիտուտներն էլ կոտրեցիք, ընթացք չտվեցիք, նշանակում է դուք դառնում եք Հայաստանում մի հատ Ռուսաստան, որը նույն ձև պատասխանատու է ամեն ինչի համար, ինչպես դուք։ Այնպես որ սպասում ենք։ Մենք լսենք այս հրեշին։ Սա մանկավարժ է, հիշում եք, սա տնօրենն է։ Այսինքն դպրոցի տնօրենն է, որ երեխեքին հանել է, հատուկ գնել էր, տվել այդ շքանշանները, բաները, այդ կեղտոտ Հայաստանի, Նիկոլ Հայաստանի պատրաստել է։ Դրիվ Նիկոլական, դրիվ այդ հրեշ, չգիտես, սա կին է թե տղամարդ։ Իմիջիայլոց ով էր ասում, չկա ավելի մակերեսային մոտեցում, քան մարդուն չգնահատել իր sense այս վարքագծից եւ պահելակերպից, հա։ Իմ եւ ՀՀ քաղաքացիների շատերի համար այսօր կաթողիկոսան կան գահը թափուր է, գա։ Ուղղակի ես չգիտեմ դու քաղաքացի ես հրա թե չէ։ Դու արդեն ինձ թվում է թուրքական քաղաքականություն ունես, քաղաքացիություն ունես, դուք ինչ կապ ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ասեմ ձեզ, չգիտեմ ուղղակի տիկին եք թե տղամարդ, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դուք հանցագործ եք։ Դուք թուրքական իշխանությունների ներկայացուցիչ եք, թուրքական քաղաքականություն իրականացնող։ Այնպես որ այդ կաթողիկոսը ձեր համար կա, չկա, մեր համար միևնույնն է, որտեղ ձեզանից ոչինչ բան կախված չի իր պարագայում։ Իդեպ այս կարգի տխմարներին ես ուզում եմ հիշեցնել, իրենց ասեք թողականջներին ող անեն։ Ուրեմն չկա այտենց մարդ, ինչպես դուք եք կոչում Կճիչ Ներսիսյան։ Չկա։ Չկա։ Կաթողիկոսը ունի անձնագիր, որում գրված է Գարեգին Ներսիսյան։ Ես հասկանում եմ, որ սա ձեր համար բան չի փոխվում, որովհետև դուք նույնիսկ չեք էլ մտածում ինչ խոսակ։ Դուք խոսում եք այն ինչ որ ասել է Նիկոլ Փաշինյանը, ընդ որում ձեր բառապաշարով։ Դուք պատկերացնում եք, ասենք, որ դուք նորմալ միտք կարող արտահայտեք, հավանականությունը իջնում է 0-ի, որովհետև այդ նորմալ միտքը նախ պետքա դուրս գա Փաշինյան Նիկոլից, որը քիչ հավանական է, դեռ հələ քիչ հավանական նորմալ միտքը ճակերտավոր, հələ դուք պետքա վերարտադրեք, որ ինքը որակը առավել է ընկնում, այսինքն հավանականություն, որ ձեզանից կարելի է adekvat բան լսել, 0 է եւ մինուս։ Հետևաբար դուք մարդ չեք, դուք կարծիք չունեք եւ չեք էլ կարող ունենալ եւ չեն նշանակել ձեզ այնտեղ, որ դուք կարծիք ունենաք։ Տիկին քպայականներ, բոլորդ, հասկացեք։ Մենակ են հանգամանքը, որ լավագույն քծնած, լավագույն ստորացած դպրոցի տնօրենին ԿՊ-ն վերցնում է սարքում է պատգամավոր, սա գիտեք ինչ է նշանակում, որ իրենք ռեսուրս չունեն, որ ոչ մի արժեքավոր մարդ չի համաձայնվել դառնա իրենց համար պատգամավոր, որ սա է այս ռեսուրսը, այնքան դատարկ են, որ ընկած մարդ են գալի, մարդ են փնտրում, թե ելով ավելի կոպիտ կարա սղոսկի այդ հաստաղիքի մեջ, ով ավելի սենց բացահայտ ու առանց ամաչելու կարա քցնի, որ դառնա իրանցից մեկը։ Սա ձեր չափանիշն է։ Հիմա չէ՞ որ այս հաղորդումը լսելու են նաև ձեր գյուղում, ձեր դպրոցի դասատուները, ծնողները, աշակերտները, թող փոխանցեն ձեզ, տիկին, որ դուք իրավունք չունեք երեխաների հետ շփվելու,
ուղղակի բարոյական իրավունքից ինքներդ ձեզ զրկել եք։ Իդեպ, կաթողիկոսինը գահ չի։ Ձեր ամեն ինչում, ձեր պատկերացումների մեջ, հա, ձեր բոլոր թագավորները կապվում են գահերի հետ։ Լեմկինի ինստիտուտն էլ ստեղ է իր աջակցությունը հայտնում Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը։ Տեսնում եք, ստեղ միջազգային կազմակերպությունները դատապարտում են հանցագործության ոտնձգությունը կաթողիկոսի նկատմամբ։ Մանկավարժներն ասում են, չէ, մենք միջազգային կամքի հանցագործներ ենք։ Ստեղ Լեմկինի ինստիտուտն է էլի միջամտում։ Ինչալուց ես հիշեցնեմ, որ Լեմկինի ինստիտուտը մի անգամ արդեն մեղադրել է Փաշինյան Նիկոլին ցեղասպանությունը ժխտելու եւ այդ դրանով հանցակից դառնալու համար։ Հիմա իր աջակցությունը հայտնում Ռուբեն Վարդանյանի կնոջը։ Ես պետք է հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանի կինը դիմել էր, իսկ Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների նախագահների, Կանադայի, Միացյալ Թագավորությունների եւ շարքի անդամ պետությունների ղեկավարներին կոչ անելով Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայացության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի եւ Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը, որոնք ուզում են ընդհանրապես տեսնել իրենց ամուսիններին։ Այսինքն երկիրս մնացել է այս ինստիտուտների հույսին։ Երկիրս չէ, մի ամբողջ աշխարհ, որովհետև աշխարհն այսօր կառավարում Ամերիկայում մինիկոլ, Հայաստանում մինիկոլ, Եվրոպան էլ սիոնիստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի տակա։ Մետնենք այս փոքրիկ տեսանյութը ադրբեջանցիների մասին։ Азербайджанцы – молодая нация. До сознания общенационального они поднялись лишь несколько десятилетий назад. Если 100 лет назад в Баку выйти на улицу и спросить первого встречного «Ты кто?», он бы ответил «Мусульманин», а уж после «Закавказский татарин». Идентичность азербайджанец впервые оформилась в Советском Союзе. Однако в местных учебниках детям рассказывают истории о Великом Азербайджане, который был оккупирован в 19 веке Россией. Я никогда не говорил «Великий Азербайджан». Азербайджанского государства не было. Азербайджанское государство появилось указом советской власти. В азербайджанском обществе есть один миф. Он был внедрен в советское время. Это то, что Азербайджан был разделен между Персией и Россией. Ребята, это отходит. А разве не так? Вот это вот как-то там тюркменчайский. Да. Но, ребята, возьмите, хотя советский учебник истории не надо читать. Возьмите, откройте британскую энциклопедию, французскую энциклопедию. Да любые это серьезно. Вот эта территория, которая сейчас называется Азербайджанский республика, это были вассальные ханства персидской династии То Карджара. есть не было никакого. Միխսկով։ Բայց ես վստահ եմ, որ այն դելոց այս տեսանյութը նա մասին է, որ Ադրբեջանը ընդհանրապես գոյություն չունեցել։ Եվ ընդամենը 100 տարի առաջ եթե դու այդ տարածքում մեկին հարցնեիր ով ես դու, ինքը կասեր ես մահմեդական եմ։ Այդքանը ընդամենը չի եղել ադրբեջանցի։ Այդ 50-ականներին են փորձել ստեղծել ադրբեջանցի եզրույթը։ Իրանք եղել են մահմեդական։ Այս տարածքը հավաքել են ինչքան մահմեդական կա, լսել են դեղ։ Հետո ասել են, չէ, թաթար են, կովկասյան թաթարներ ենք, հա։ Հետո նոր 50-ականներից իրանք սկսել են դասադուլքեր տպել, որ չէ, դուք ադրբեջանցի եք։ Ստեղծենք այն Ադրբեջանն է, որ բանում կա, Պարսկաստանում կա, որովհետև Ստալինը 45 թվին բան ուներ, նպատակ ուներ խլելու այդ ժամանակ թուլացած Պարսկաստանից այդ ատրպատական ամբողջությամբ, բայց բրիտանացիները չկարողացավ, բայց այս հանցագործությունը ասենց պատմական մնաց։ Իդեպ այս բանն եմ ես ուզում ձեզ ներկայացնել։ Ես պատահական տեսա եւ ուզում եմ Մասիս Շտիրոյանի հայտարարությունը տարածել։ Ասես քանի որ մեզ տարբերակ չկար այս մասին խոսալու, ինքը որոշել է իր Facebook-ում տարածել։ Ես էլ որ լսեցի, մտածեցի, որ դուք էլ պետք է որ իմանաք սա մասին։ Համել կօգնենք, որ այս ամեն ինչը տարածվի։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, երկար բարակերելու փոխարեն որոշեցի ասելիքս այս ֆորմատով տեղացնել։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ տեղեկացնել, որ Մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծված ազգային հեղափոխություն կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցում չի ստացել քաղաքական ծրագրի պատճառով։ Մասնավորապես մեր ծրագրում նշված է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները, ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված հատվածները
պետք է բանակցային գործընթացով ազատվեն ադրբեջանական զորքերից։ Չազատելու պարագայում մեզ հարմար իրավիճակում պետք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրականացնեն հատուկ ռազմական օպերացիա եւ ազատագրեն Հայաստանի Հանրապետության տարածքները։ Այսինքն մենք հայտարարել ենք, որ պետք է վերականգնենք սահմանադրական կարգը, որովհետեւ երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտված է, սա սահմանադրական կարգի տապալում է։ Եվ մենք մեր քաղաքական ծրագրում նշել ենք, որ պետք է վերականգնենք սահմանադրական կարգը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Պետական ռեգիստրում սա որակել են որպես պատերազմի քարոզ, այսինքն պետական սահմանադրական կարգը վերականգնել պետք չի։ Պետության տարածքային ամբողջականություն վերականգնել պետք չի, սա պատերազմի քարոզը։ Այսինքն մի բան, որ իրանք պետք է անեին, իրանք ոչ միայն չեն արել, նույնիսկ նրանք, ովքեր պատրաստ են անելու, նույնիսկ չեն գրանցում իրենց, որ դա դիտարկում են ոտնձգություն Ադրբեջանի դեմ։ Ով են սրանք։ Փաշինյան Նիկոլ ընտրողներ։ Թուրք են իրանք։ Թուրքերի ցանկությունները իրականացնողներ։ Իսկ դուք այդ ամեն ինչին հավանություն տվողներ եք։ Սեփական տարածքային ամբողջականությունը ապահովելը մեր պետական ռեգիստրում որակվում է որպես պատերազմի քարոզ եւ ոչ սահմանադրական ձև։ Եվ ես ցանկանում եմ դիմել բոլոր հասարակական եւ քաղաքական սուբյեկտներին, այսինքն դրանք կլինեն անհատների տեսքով, խմբերի, թեկուսակցությունների եւ նաեւ իրավապաշտպան կազմակերպություններին ու անհատ իրավաբաններին, որպեսզի բոլորը իրենց դիրքորոշումները հայտնեն այս հարցի վերաբերյալ, որովհետեւ արդեն բավական ժամանակ է անցել նախընտրական եւ թողբոն անցել է եւ ժամանակ ունեք դուք նույնպես հայտնել ձեր դիրքորոշումը նախ արդյոք դուք համամիտ եք թե համամիտ չեք։ Ես միանգամից ասեմ հարգելի Մասիս Շիրոյան, ուրեմն այն ինչ որ դուք ասել եք լրիվ տեղավորվում է ցանկացած հայի երազանքների տիրույթում, նպատակների տիրույթում եւ ամենակարևորը դա սահմանադրական է եւ բխում է մեր իրավունքներից։ Այսքանը ես միանշանակ եմ ասում։ Հա 10 ձեռով կողմ եմ, ես կգնայի մի քանի քայլել առաջ իհարկե, բայց ինձ թվում է այս պայի համար սա բավարար է։ Ինձ թվում է սա պետք է լիներ անքննելի ցանկացած հայի համար։ Հայ, որովհետև հասկացեք, Նիկոլ Փաշինյան եւ հայ դրանք հակադիր բևեռներ են։ Տեսել եք դուք մեր կառավարությունից որևէ մեկին հրավիրեն Թուրքիա քաբաբուտելու։ Տեսել եք այս բան։ Չէ։ Փորձել են ֆուտբոլային դիվանագիտություն անել։ Բայց շատ սահմանափակ հարցերի շուրջ է եղել։ Այս կարգի բացահայտ ու լկտի ավարի, դες բան չէ։ Այնպես որ ես իմ դիրքորոշումն ասեցի, իհարկե մի քանի քայլ առաջ կգնայի, բայց ինձ թվում է այսքանի համար երիք է։ Հələ ես մի հատ դեմ կտայի այն թղթերը, որ մենք ունենք, ոչ միայն մեր սահմանների այս տարածքային ամբողջականություն, որտեղ իմ համար մեր տարածքային ամբողջականությունը շատ ավելի շատ է, քան այն ինչ որ հիմա դրված է մեր սահմանադրության մեջ։ Դա ոչ միայն Արցախն է։ Արցախն է, Նախիջևանն է, Արևմտյան Հայաստանն է։ Գիտեք եմ ասել, հələ պետք է մտածենք։ Այսքանը այս բան։ Հետաքրքիր է չէ, որ սոցիալական ցանցերը արգելում ու բլոկում են ցանկացած նյութ կամ նկար, որում հիշատակվում է Մոնթեն, բայց նման արգելանք գոյություն չունի, օրինակ հայոց ցեղասպանության 3 ճարտարապետներից մեկին Էնվեր Փաշային ուղիղ փառաբանող էջերի ու նյութերի համար։ Ինչի Էնվերին հիշեցի, որովհետև այսօր օգոստոսի 4-ին Էնվերի սպանության օրն է։ Հիմա վերադառնանք նյութերին։ Սա Միջև շանակությունը կլսենք, դե ամբողջ փառաբանումն է Էնվերին, հա։ Օգոստոսի 4-ին իդեպ մեր Հակոբ Մելքումովը սատկացրեց Էնվերին, Միջինասիայի, այնքը չեկիստ, հա, որովհետև Էնվերը պարզվեց, որ ռուսական ագենտ է։ Բա ճարտարապետը ցեղասպանության ռուսական ցարական աղրանկայի ագենտ էր, որը եկել էր հետո փախուստից հետո
վերադարձել էր Մոսկվա, անվտանգ, եւ Մոսկվան իրան ուղարկել էր բոլշևիկացնելու Միջին Ասիա։ Երբ որ հասկացան, որ Էնվերը Միջին Ասիայում ոչ թե բոլշևիկացնում է, այլ թուրքական ցեղերին է հավաքել իր գլխի, որ ստեղծի թուրքական պետություն, այն ժամանակ նոր գործ ուղեցին Հակոբ Մերկումովին, չեկիստ, եւ նա իր գործն արեց այնտեղ։ Սա ցարական Ռուսաստանի ագենտ Էնվեր Փաշայի մասին հակիրճ։ Իսկ ինչ վերաբերում է Մոնթեի նկարի բլոկին։ Դու գիտեք ով ոնց է կատարվում այդ process-ը։ Ով տարածում է Մոնթեի նկարը, գնում է ռեպորտներ այդ նկարի պահով։ Միականից բողոքներ։ Ու գիտեք ովքեր են բողոքում։ Նիկոլի Ֆեյքերը։ Այդ բողոքները Հայաստանից են։ Հայաստանից գնում են բողոքներ ու փակում այդ նկարը։ Պրոֆիլն է փակվում, տուգանքներ են գալիս, համանապակումներ եւ այլն եւ այլն։ Ին վրա շատ է եղել։ Հա, հենց դա սկսեց հենց Նիկոլի ժամանակվանից։ Մինչև այդպես բան չկար։ Դա սկսեցին հենց Նիկոլենք։ Փոխարենը ոչ մի գործողություն Էնվեր կլինի, Աթաթուրք կլինի, այլն։ Ոչ մի բան։ Սա պետք է իմանաք։ Գնանք առաջ։ Իսկ Էնվերին փառաբանում են թուրքական կառավարության մակարդակով։ Մնում է սպասենք տեսնենք Հայաստանի կառավարությունը երբ է փառաբանելու Էնվերին։ Այսպեսի մի բան տեսա, գրում է Իկա Քոլոյանը։ Փաստորեն Իկա Քոլոյանը ինքը դիզայներ է եւ կարում այսպեսի շորեր։ Ինչ է հայտնաբերել միամիտ, որ իրենից գնում են ընդամենը 6500 դրամով այս շորերը եւ շուկաներում վաճառում են 18500 դրամ, պիտակը փոխած ներկայացնելով, որ այն որպես թուրքական արտադրանք եւ իր արժեքը դրանով իսկ բարձրացնելով։ Հաճախորդին ասում են, «Էս մեր տեղականը չի»։ Սա թուրքական շերբետ։ Եվ Իկա Քոլոյանը հայտնաբերել ասա։ Ու ինքը չի հասկանում ոնց է սա հնարավոր։ Ստե հարց է գրել, նշեք որ խանութների մասին է խոսքը, որ խանութն է դա անում, հələ չունենք այդ պատասխանը, բայց ես Իկա Քոլոյանին կխնդրեի կապնվել մեզ հետ, ասել որ խանութն է այդ պիղծը կամ տոնավաճառը։ Պատկերացնում եք։ Հայ ապրանքը ձեր վրա վաճառում են 3 անգամ ավելի թանկ ու ձեզ ներկայացնում են որպես դա թուրքական։ Սկզբունքորեն ով գնում է հասնում է իրան։ Հա, եթե ինքը պատրաստ է թուրքականի 3 անգամ ավելի շատ վճարի քան հայկականի, դա իրան չի չա։ Բայց այն հանգամանքը բա չիմանանք ովքեր են էս սենց ասեմ անգլերեն լավ դիսկրիմինացիան դնում, հա, նվաստացնելով հայկականը, փառաբանելով թուրքական։ Ինձ հետաքրքիր է։ Սա ինչ է այս նվաստացման process-ը, հա, ոնց եք դուք բացատրելու։ Խնդրում եմ ինձ, եթե կարող ազգանուն ավելի լավ, գոնե խանութ կամ չգիտեմ տոնավաճառ, ինչ որ ինֆորմացիա։ Ես անպայման անդրադառնալ եմ դրան։ Եթե կա, տվեք։ Մենք լսենք նույն ադրբեջանցիների մասին ինչ ասում Ռաման Ցիպինը, որը Նետանյահուի պրոպագանդիստներից է, դա մեզ չի խանգարում, որ ինքը միշտ խոսա ադրբեջանցիների մասին, այն ինչ որ կա, որտեղ ինքը հենց Բաքվում է մեծացել։ Հետաքրքիր է, որ սև ու սպիտակ ոչխարների ասույթը, այդ խոսույթը հասել է Իսրայել։ Սա շատ կարևոր է, որովհետև Իսրայելում ռուսախոսները շատ են եւ իրեն նայում են ոչ թե մենակ Իսրայելում, այլ Ադրբեջանում նույնպես ադրբեջանցիներն էլ շատ իրեն նայում։ Լսենք։ Аккуин лук и каракуин лук. Белые и черные бараны. Так назывались предки племен, которые сегодня себя называют азербайджанцами. Նույն է, սպիտակ ոչխարների այդ ակկոյունլու եւ կարակոյունլու այդ ցեղերի մասին ասում, որ այս նույն ձև սենց են կոչվել այսօրվա ադրբեջանցիների մի 100 տարի առաջվա այդ ցեղերը։ Ընդ որում իրենք միջև մեր ազգային տոնակատարությունների ժամանակ չակերտավոր են ազգային այդ սև ու սպիտակ ոչխարների կերպարներով են
հանդես գալի։ Դա իրանք գիտեն, այս որ իրենց համար բան չի, նորություն չի։ Это их историческое наследство. Является ли белые и черные бараны слово оскорбление? Фактически нет, но Ասում է իրանց պատմական հարստությունն ասում է, արդյոք դա վիրավորական է, ասում փաստորեն չէ, որտեղ դա է իրանց պատմությունը։ многие азербайджанцы это воспринимают как оскорбление. Зря. Любой исторический факт должен иметь какую-то определенную логику. Ведь мышление Ասում է, որովհետև դա վիրավորական չի, որտեղ ցանկացած պատմական փաստ ինչ որ լոգիկա պետք է ունենա իր մեջ։ Դիմա դուք այտենց եք դիրքավորվել, ձեզ այտենց են ճանաչել, դուք այտենց եք ճանաչվել։ Որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ դա հաստատել է, որ դուք այդ ոչխարի ցեղերից եք, որոնք իրենք էլ իրենց երթին քոչվոր են։ Դա ցիպինի ինչ մեղք ունի դեռ։ прошлых лет и мышление настоящего, оно отличается друг от друга. Ընդ որում դա նաև տարբերում ճիշտ ասում։ Մտածելակերպի տարբերություն է նաև տարիդեղ։ Ինչ դու լինես ոչխարի ցեղի ներկայացուցիչ, ինչ սասունցի դավթի, մեծ տարբերություն կա։ Вот вам маленький пример. Когда пастух ведет свое стадо, стадо баранов исключительно хорошо слушается пастуха и выполняет все то, что хочет пастух. Идет в том направлении, делает в том направлении, и пастуху с баранами достаточно очень легко справляться. Имеет ли тут прямое отношение к названию этих стад, кочевых племен, которые пасли баранов? Думаю, что да. Стадо белые и черные бараны – это стадо, которые имели определенную организационную деятельность, которые шли тоже точно так же, как и сами бараны по регуляции и направлению их дальнейших действий. Ռուսորենս փյուրքային ընկերների համար եմ հիմա փորձեմ ներկայացնեմ, ասում եմ, որ դա մտածելակերպ է, որովհետև անկախ գույնից ինչ գույնի ոչխար ես, դու հոտի անդամ ես, որը ենթարկվում է իր նախրապանի, իր հովիվի գոյացույցին։ Ինքը գնում է մշտապես խելոք վստահելով իր հովիվի հետևից կամ իր հրամաններն է կատարում եւ ոչխարին տրված չի մտածելու կամ ընտրելու հնարավորություն։ ඒක ոչխար է։ Էսա։ Հիմա այսօրվա իրանց հովիվը ներկայացնում եմ, դուք սովորեք, դրա համար հիմա ունեք իդեմս Ալիևի նախրապան, ձեզ հովիվ գլխներ, որտեղ նույն ձևի ոչխարի նման ծառայում եք իրեն։ Սա է հիմնականում ամբողջ տեսանյութի է, կարիք չկա ամբողջը ցույց տալու, ուզում եք կարող առանձին նայի։ Սա է այս տեսանյութի բովանդակությունը։ Իմ համար կարևորն ինչ է, որ այս խոսույթն է նաև ռուսերեն տարածում, որը դա թողնած իրանք իմանան էլի։ Ինչի՞ չիմանան։ Իմ ջելոց իմեջը շատ են իրանք մտնում։ Մի անգամից ես իրանց ասում եմ՝ մի հատ Ալի Խոստովանի մեզ ասա, ո՞ր ցեղի ներկայացուցիչն ես։ Իսկ եթե պետք է ասեն, չէ, մենք այդ ցեղից չենք, պետք է DNK անալիզ անեն, հələ փաստ բերեն։ Այդ փաստը որ լինի, մեկ էլ կիմանան, որ իրանք եթե այդ ցեղի ներկայացուցիչ չեն, հետեւաբար ադրբեջանցի չեն։ Այլ տարբերակ չկա։ Տեսեք ինչ ասում է սև ցեղի ներկայացուցիչը, սև ու սպիտակ ոչխարների ցեղի ներկայացուցիչ Բայրամովը։ Շվեյցարիայում հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ արդեն լավ նորություններ ունենք, սպասում ենք գործընթացին, մասնավորապես թրիփի աշխատանքներին ենք սպասում, թե Հայաստանը երբ է սկսելու իր տարածքում աշխատանքներ իրականացնել, որտեղ մենք մեր մասը արդեն արել ենք, եւ հիշեցել է, որ եթե ուզում են հայերը երբևէ խաղաղության պայմանագիր ունենան, պետք է չմոռանան, որ իրենք պետք է սահմանադրություն փոխեն մեր ուզած ձևով, հա։ Սամվել Կարապետյան, դու դեռ կարող ես խոսալ ինչ ուզում ես, հեղափոխություն անենք բան, բայց քո ներկայությունը եւ այս սբանի աժի աշխատանքները սկսելը որ իրականացնելը հենց բերելու է դրան։ Հենց բերելու է դրան։ Որ իրանք արդեն հանգիստ են խոսում։ Մնացել է էս ու մնացել է էս։ Հիմա Նիկոլը պետք է գնա սահմանադրական փոփոխության ու սկսի Զանգեզուրը քանդել։ Ես նենց եմ ուզում տեսնել Նիկոլը Զանգեզուրը ոնց է քանդելու լեռները, ոնց է ճանապարհը բացելու Հայաստանի տարածքում։ Ինչ ասելու Իրանին դրա վերաբերյալ, որովհետև մենք դեռ առջևում շատ հետաքրքիր բաներ ունենք Իրանի հետ կապված, էլի։ Անուշը մի բան ասեմ, այդ ուզում լսենք։ Խոստացել էի բոլորիդ, որ եթե հեռու լինեմ եւ ձեռս զարկերակի վրա չլինի, քաղաքականության վերաբերյալ դասեր չեմ տալու, բայց դե գոնե բանի մասին կարող եմ, չէ՞, դասեր տալ լեզվի մասին,
որոշել եմ այդ դասերը տալ ՔՊ-ի քարոզիչներին, որտեղ արդեն երրորդ անգամ հանդիպում եմ իմ նյուզֆիդում հետևյալ հայտարարությունները, որ ուղղակի կարդալ հնարավոր չի։ Միգուցե Նասիմ Թալեբին բավականաչափ փող չէին տվել ադրբեջանցիները, դրա համար որոշել էր նա հանդես գալ այդ Ռուբեն Վարդանյանի պաշտպանության հայտարարությամբ։ Փաստորեն, ասածը թողների մեզ Անուշ Սեդրակյանը ինքը սկսում է անդրադառնալ Նասիմ Թալեբին, թե ով է, ինչ է, էական չի։ Փաստորեն ԿՊ-ն ինչ է ասում։ Ասում գուցե քիչ են փող տվել, դրա համար չի վերցրել։ Սրանով իսկ բացահայտելով ամենակարևոր բանը, որ եթե լավ փող տար, անպայման կանեն, ինչպես իրենք։ Իրանց համար չկա, որովհետև իրանք չեն կարող հավատալ, որ կա սկզբունքայնություն։ Իրանք պարզ դու պատկերացնում եք ինչ կարգի, ոչ միայն ցինիկ են, չէ, ցինիկ չեն, իդիոտ են։ Իդիոտ էլ չեն, ավելի վատ բառ կա իրանց համար, ուղղակի եթերային չի, որ նույնիսկ բացահայտում են իրանց ներքին ապրումները, դիրքորոշումը, որ իրենք փողը կվերցնեն եւ կանեին։ Եվ հնարավոր չի նման բան։ Հնարավոր չի, որ մարդ սկզբունքներ ունենա։ Մտածում են բոլորը իրանց նման տականք են, հասկանում եք, ասում եմ, ուրեմն քիչ է տվել, որ չի վերցրել։ Վստահ եմ, որ դուք դժգոհ չեք այն գումարից, որոնք դուք եք ստացել։ Քիչ չի եղել ձեր համար։ Սա մի ամբողջ, հասկանում եք, ինչ է բացում։ Ինչ է բացում մարդու համար։ Այս խոսքը ասողը դե իհարկե կատարյալ անասուն են, իրենք չէր հասկանում, որ իրենց են մատնում, որ իրենց համար այդպես բան չէր կարող լինել, իրենք ցանկացած բանի պատրաստ են ճիշտ փողի դիմաց, դա չեն կարողանում հավատալ, որ մեկը չի վերցրել, ուրեմն քիչ են տվել։ Ես փորձում եմ այդ անասուն բառը չասել, որ ճիշտ հասկացել, չի ստացվում։ Չի ստացվում, սանց բնորոշելու, սանց հետ խոսելու, սանց մասին ուրիշ ձև չի ստացվում, ես ամեն անգամ ասում իմ ասացի վրա վեր եմ թռնում։ Միացա նայենք, Պետրո Զարոկյանն է գրում, մի տարի անցել և ոչ մի հաշվետվություն, Ջելոյի համերգից հետո, ուրեմն 17 հաշվապահում են, այս համերգի համար 6 միլիոն դոլար են ծախսել, և ոչ մի 11 միլիոն դոլար արժեցել։ Ոչ մի հաշվետվություն, ինչ եղավ, ինչքան վերադարձավ բյուջե, ընդ որում ես ամեն ինչ եմ ասում, 17 հաշվապահում են ասում։ Ու սա ինչ է, փողերի լվացում, բառի բուն իմաստով, քաշվեն։ Հաշվի առնելով վաճառված տոմսերի քանակը և դրանց արժեքը կարող ենք ենթադրել, որ այդ համերգի տոմսերի վաճառքից ստացվել է մոտ 5 միլիոն դոլար, որտեղ է այդ գումարը։ Միևնույն ժամանակ համերգի կազմակերպական ծառայությունների համար վճարվել է ևս 16 միլիոն դոլար, այսինքն ընդհանուր առմամբ հարկատուներից վրա այդ համերգը արժեցել է 11 միլիոն դոլար։ Ուր են գնացել տոմսերի վաճառքից այդ 6 միլիոն։ Դե բոլորս շատ լավ գիտենք, որ Ջելոյի համերգի վրա 6 միլիոն չէր կարող ծախսվել, բայց գումար գոյություն չունի, պլյուս 5 միլիոներ տոմս են վաճառել։ Եվ այս հրեշը, ԿԳՍՄ, ոչ մի հաշվետվություն, ոչ մի բան, ոչ մեկին չունի տալու։ Ընդ որում սես մի բան է գրում նաև Հայկ Դեմոյանը։ Ասում է, այս նույն հրեշները, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, այս նույն ԿԳՍՄ հրեշը, այսպիսի ինչ-որ դուր, նայ, ինչ-որ դուր են գնել, և ինքը հայտարարում է հանցագործության մասին, հայտարարություն է տալիս։ Ինչ է սա։ Նախապատմություն է նա, որ 25 թվականին այսպիսի մի դուր է գնվել ինչ-որ աուկցիոնից, որի դիմաց վճարել են 175 միլիոն 360,000 դրամ, 550,000 ԱՄՆ դոլար։ 25 թվականին։ Մի հատ դուր գնել են, բերել են Հայաստան։ Ինչ է ասում։ Հա։ Խիստ վիճելի է ամեն ինչ, և ծագումնաբանությունը, և գործարքը, որ հնարավոր չի նման դուր փոքրիկ
այդ գինը ունենա որևէ աուկցիոնում, նա ինչա հերթով ներկայացնում է, որ ոչ մի փաստ, որ դա հայկական դուռը, վրեն գոյություն չկա, ոչ մի փաստ, որ դուռը նախորդի գինալ դուռը ինչ որ մտեղից, որ դա հայկական տառ անգամ չկա։ Այն հանգամանքը, որ գրում են ինչ որ 1118 թիվ, ասում է, դա անգլիագիտության ծայրահեղ աստիճանն է, որ գրում ես կոնկրետ թիվ, որովհետև ոչ մի զննում աստղաջրածնային, կարծեմ այդպես էլ կոչվում է, չի կարող տալ ճշգրիտ տարին, այդպես բան գոյություն չունի։ Տալիս են մոտավորապես 50-60 տարի բանով, ասենք այդ փայտի տարիքն են տալի, փայտի, ոչ թե երբ այդ գործը, այնտեղ նույնիսկ գրած չկա, որ թվի գործը ով արել։ Եվ որ պահանջում է, տվեք, որտեղ է այդ ինչ աճուրդ է, ուր այդ աճուրդի նամակագրությունը, ուր է այդ հաստատումը, որ սա օրիգինալ է, սա հայկական է, եւ ասում է, օրինակ համետության առաջ 20 տարի առաջ տասնապատիկ անգամ էժան 50,000 ԱՄՆ դոլարով աճուրդում վաճառվել էր Մշո Սուրբ Կարապետ վանքի 2 փեղկերով ամբողջական ու լավ պահպանված դուռը հայերեն արձանագրության եւ ստուր թվագրությամբ ամբողջ դուռը թեմա փեղկել բերել 550,000 դոլար ոչ մեկ գիտի ոչ ինչ աուկցիոն է դա հայկական է թե չէ օրիգինալ է թե ոչ մարդն դրա համար ինքը հիմնավորում է եւ ասում է այստեղ թալանը 550,000 դոլարով գնում եք մի բան, որը ոչ հայկական է, իդեպ փայտը, որը հասել է Բրիտանիա, չգիտես ինչպես 30 կիլո է քաշում։ Այդ մի կտոր փայտը ով էր հետը տանել, ասում որի վրա ոչ մի բան չկա դրանց։ Մի խոսքով, սրանք ինչ են կարողանում անել, պրծել, իջե վերջ, ինչ հնարավոր է, դե լսեք, ինչ եք ուզում, ինչ եք սպասում մի կառավարությունից, որը մի ամբողջ սերուն տարած, սպանդ, այսենց, գուհլը պրկվածներին են ասում, դուք ինչի չեք մեղնան, որ ասում մենք սեզ տարանք սպանեցին, որ ես երեխեք ազատ երկրում ապրեն, դուք ես երեխեքին իրա մորը հարցրել եք, կարելա ձեր հայրիկին տանեմ սպանեմ, որ դուք թվացյալ ավելի անկախ երկրում ապրեք։ Նիկոլ Փաշինյանն կողմ էր, դուք հասկանում եք դուք ով եք։ Ես չեմ հոգնելու ձեզ հիշացնել դուք ով եք։ Դուք քնելուց, զարթնելուց, վատագույն երազներում պետք է խոսքերը ձեր ականջներում միշտ հնչի, ձեզ ներում չկա։ Ես այս տեսանյութի մասին եմ ուզում խոսել, թերևս երբ չէի խոսի, եթե մենք ստիպված չլինենք, ես կարծում եմ մենք ստիպված ենք որոշ հարցեր վերանայելու ընդհանրապես էլի։ Մենք իներցիայով շատ ենք ապրել, հա, ու այս իներցիան մեզ միշտ բերել է ինչ-որ մի հատ անհասկանալի տեղ, որ մենք անդադ հարց ենք տալի, ինչի ենք այս տեղում ասել, որն է դրանց պատճառը։ Մի հատ լսենք ու սկսենք մտածել այս բանի վրա, փաստի վրա, հա։ Светлое Христово воскресенье. Но не все так просто. Праздник действительно есть, и это правда центр христианской веры. Но само слово Пасха из совсем другого времени. Խոսքը ռուսական Պասխա բառի մասին է, ասում որտեղից է գալիս։ Գիտենք Պասխան ինչ է, դա զատիկն է։ Որտեղից է գալիս այդ բառը։ Չէ՞ դա ռուսական բառ չի։ Մենք լսենք այդ Պասխա բառը որտեղից է գալիս։ Не все так просто. Праздник действительно есть, и это правда центр христианской веры. Но само слово Пасха из совсем другого времени и совсем другого языка. Оно происходит от еврейского Песах. Это слово мы встречаем в книге Исход. Խոսքով դա հայկական Պեսախ բառից է, որը հենց Տալմուդից է գալիս այդ բառը։ Իմ ջերս դա մասին կա նաև նույն Տալմուդը հինավետարանը։ Фараон не отпускает евреев с Моисеем, и Бог одну за другой насылает казни египетские.
Դե ասում է փարավոնը չի թողում հրեաներին դուրս գալ եւ ինչ որ միշտ պատիժների են արժանանում դրա համար, Но фараон упрям и отпускать народ не собирается. բայց փարավոնը չի թողում որ գնան էլի։ И тогда происходит последнее и самое страшное. Бог говорит Моисею: пусть каждая еврейская семья пометит свой дом кровью. Եվ իրենց Աստված հրամանա տալիս իրենց ասում է ամեն մեկը ձեր դռան վրա արյան նշան արեք։ Իրական պատմությունը կասեմ ոնց ա եղել։ А дальше идут слова, которые дошли до нас без изменений тысячи лет. «Я в сию самую ночь пройду по земле египетской и поражу всякого первенца в земле египетской. И будет у вас кровь знамением на домах, где вы находитесь, и я увижу кровь и пройду мимо вас». Прохождение... Ասում իրենց Աստված իրենց ասել է, որ երբ որ ես այդ գիշեր գալու եմ, իշքան նորացին կա սպանելու եմ, որպես պատիժ Եգիպտոսի փարավոնին, որ ինքը չի թողում ձեզ դուրս գալ Եգիպտոսից։ Եվ որ տեսնեմ այդ բանը, կողքով կանցնեմ։ Սա հրեաների սուրբ գրքի մեջ է գրված, ինչպես նաև Հինամետարանի մեջ։ Мимо. Именно это перевод слова «Песах». Это и произошло в ту ночь. Каратель прошел по всем домам Египта, кроме тех, что были помечены кровью. И после... Փաստորեն, այդ գիշերն էր, որ սպանեցին բոլոր երեխեքին, բացի այն երեխեքին, որի դռան վրա այս բանը գրած է։ Իբր դրանից հետո նոր Եգիպտոսի փարավոնը թողում է, որ этого Египет охватил великий плач. Вся страна оплакивала своих первенцев. И именно в эту ночь Моисей и вывел евреев от фараона. Հենց այդ գիշերն էլ Մովսեսը հանել է հրեաներին Եգիպտոսից։ Из земли египетской. Именно этот момент, когда Бог прошел мимо еврейских домов, евреи и празднуют. Բա еврейները հենց այդ տոնն են տոնում, որ իրանց տան կողքով անցել Աստված, սպանել է մնացած երեխեքին։ Уже тысячи лет. Եվ հազարավոր տարի հենց դա են տոնում։ Հենց Պեսախը դա նույնիսկ փաս բառից է, որ կողքով անցել, հա։ Կարելի է ասել է, իխոսքով Պասխանել է տեղից է գալիս։ Եվ Նյու Յորքում, ես ոստայեմ հիմա ովքեր Նյու Յորքում նայում են, պետական հիմնարկներում անում ովքեր աշխատում են, եւ ընդհանրապես հրեական տոները ստե պարտադիր են բոլորի համար։ Չնա աշխատանքային օր չի, նաեւ Պեսախը։ Եվ շատ քչերն են հասկանում այդ ինչ տոնի մասին է։ Եվ մենք հասկացանք, ես առաջի անգամ 15 թվականին էր, երբ որ տեղափոխվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ արդեն չէ վազվզում փողոցներում միտինգ, հանդիպում, փողոց փայգեն, բան երթեր, բան գալիս է աշխատանքից դու պետք է կարդայի, ուրիշ բան չկար անել, հա, սուղի կարդալ եւ առաջինը որ արեցի, ասի մեկ կարդամ 5 տակարան, ես 5 տակարան չէի կարդացել, եւ տեղը հասնելով սարսափես ես ձեռներս դողաց, ինչ Աստված երեխեքի սպան է, երեխեք սպանող Աստված իմ Աստված չի կարա լինի, ասեն հրեաների Աստվածն է դա, տակշկիր է չէ, երեխա սպանող Աստվածը, սրանց գնում է, սրանց կողքով գնում է, իրենց ամբողջ կեսարությունը հենց դրանք են, ոչ եք մոռացել, Эйнштейн, сын садовника и домохозяйки. Ты думаешь, что ты сам дьявол? Нет, у меня есть хорошее зеркало. Как вы... Հարցում են, ինչ ես կար, դու հենց հրեշն ես, դևն ես, չէ, ես հայլի ունեմ։ Объясняется, некоторое время Эйнштейн гостил по приглашению Папы Римского Иоанна Павла II в Իոն Պավել երկրորդն էր, իր մոտ է եղել, նույնիսկ երկաժանակ հյուր։ Ватикане, давал советы тогдашнему премьеру Израиля Эхуду Бараку, постоянно был на связи с Эммануэлем Макроном и в своих переписках высказывал предположение, что президенту Франции нравятся пощечины. Президенты государств, известные на весь мир политики, олигархи, звезды... Խոսքով, երեխաների ռիտուալներով մանուկների հայտնի Էփստինն է, որը
դավանում նույն Աստծուն, պաշտում նույն Աստծուն, ինչ Ռոթշիլդները հիշում եք երևի այդ կոտոշավորը։ Դա է նրանց Աստվածը, որն էլ աստորեն գիշեր Եգիպտոսում ինչքան երեխա կա սպանել են, բացի այդ երեխաներին, հрьяաների վրա։ Իհարկե դա տենց չէր։ Այդ գիշեր ով իմ երեխային է սպանել, ես չեմ կարող ասել, բայց որ Եգիպտոսի բոլոր փողերն ու գանձերը հավաքած փախան հрьяաները Եգիպտոսից, դա է փաստ։ Ինչ է, նույնիսկ եթե սա փաստ չի, իրենք իրենց Աստծուն գնում են մեկին, որ կարող է երեխա սպանի։ Ու սա հենց Պասխան է։ Մենք պետք է տոնենք այս տոները։ Քանի հայ է համարում, որ նախ սա նույն աստվածների մասին է խոսքը, որ ասում են Աստված մեկ է, բան, հա, դա Քրիստոսի հայրն էր, բան։ Բայց այդ հարցին կարող եք պատասխանել։ Քրիստոսի հայրը, հայր Աստված կարող է երեխաներ սպանել։ Ով ինչի կհավատա, սա շատ ինդիվիդուալ է։ Ես ոչ մեկի չեմ մտնում, ոչ մեկի դավանանքի մեջ։ Բայց ես իմ համար այդ օրը հասկացա, որ իմ Աստված երեխա չէր կարող սպանել։ Ուղղակի։ Ու իմ Աստված հрьяաների Աստված այդ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ինչքան հիշում եմ, Քրիստոսն էր սրանց ասել, որ դուք դեպի զավակներ եք։ Իմանալով այս բանի մասին, բայց չգիտես ոնց գրվեց ամեն ինչ, որ մեր Աստված նույնն է։ Մոռանալով դա ասը, Քրիստոսի Աստված։ Մոռանալով այս դեպքերը, չգիտեմ ոնց ներկայացնելով, ոնց, բայց իրանք ուղիղ ասում են, ուղիղ տոնում են, իրանց համար ուրիշների երեխային սպանելը, մատաղանելը իրանց գործերի համար առ այսօր ոչ մի խնդիր չկա ու գրված է դա իրանց Տորայի մեջ։ Ընդ որում նույն իրանց Տորայի մեջ Մովսեսը գրված է երկու պոզանոց բառացի, բայց այդ մասին չեն խոսում։ Այն ինչին, որ իրանք դավանում են, այդ նկարը բան, չեմ ուզում ցույց տամ։ Իրանք տենց էլ նկարագրված է իրանց Մովսեսը իրենց Տորայի մեջ։ Երբեմն շատ սովորական բաները վերանայելը մտնել այդ բանի մեջ, էլի, մտնել։ Այդ հանգամանքների մեջ ինչ ենք տոնում, ինչ ենք տոնում, իրականում հետևում ինչ կա, չի խանգարում։ Չեք նկատում, որ նույն բանը մեր մոտ է կատարվում հիմա։ Չեք նկատում, որ նույն բանը հիմա մեր մոտ է կատարվում, ու չեք մոռացել դեպքս Վեդի ես անառակի երևույթը, այս անառակի ծնունդ էր, չգիտեմ Վեդից է այս կյատը, որ այսենց ծաղրում է Քրիստոսին, բեղել Լուկաշենկոյի դեմքով բանով դրած։ Դուք չեք զգում, որ այս նույն բանը մեր մոտ է կատարվում։ Այս սատանիզմը, այս հակաաստվածությունը հասել է մեր մոտ։ Ընդ որում ես այսօր որտեղ էլ կարդացի, որ Եկատերինան հрьяաներին բանին Ռուսաստանից վռնդելու հրամանը հիմնավորել է Քրիստոսին ծաղրելով։ Այս չեմ ուզում նույնիսկ հարկ հավաքել մի ժողովրդից, որը ծաղրում է Հիսուս Քրիստոսին։ Եկատերինայի հրամանն է սա, հիմնավորում։ Տեսեք, ես հոգևոր մարդ եմ, ես բան չեմ, ռելիգիոզ չեմ, հա։ Ես ավելի շուտ իմը spiritual-ն է, ես հոգևոր մարդ եմ, հա, ես կարամ, ես հանգիստ եմ նայեմ ցանկացած համաձայնության, անհամաձայնության, որովհետև իմ համար դա կեական չէ։ Բայց ես չեմ կարող, ես պիրծ մարդ չեմ սիրում, ուրիշի սրբությունները աղավաղող, հայհոյող, դրանք իմ համար ուղղակի մարդկային կատեգորիաների մեջ չեն մտնում։ Ու կարաս ընդունես, կարաս չընդունես, բայց սրանք պիրծ են, ժողովուրդ, սրանք նույնպես Էփստինի Голливуда, гламурные представители шоу-бизнеса, кто только не крутился на вечеринках Эпштейна. Удивительное дело, но как человек, далекий от светской жизни, смог добиться того, чтобы представители мировой элиты желали попасть на его Эндрю и другими сильными мира сего. Իղոսկով։ Այս նույն սերիայից է։
Սա հակաքրիստոսի արշավանքն է Հայաստանում։ Փաշինյան Նիկոլը դա ներն է, ներվի ներկայացուցիչն է, իր շրջապատով։ Եթե առաջ կամաչեին կվախենային այդ մասին բաց խոսալ, հիմա բաց են խոսում, որովհետև արդեն երրորդ սեզոնն են նստում ու իրանց ընտրեցին, ինչ-որ մի մաս, չեմ ասում 49%, բայց ինչ-որ մի մաս ընտրեց, չէ, իր անտարբերությամբ թքած ունենալով վախից, իմջելոց մեթոդներն էլ էին սատանայական, որովհետև Աստված վախով ոչինչ չի անում, Աստված որտեղ սեր է, վախից կատարված գործողությունները նույնիսկ դատարանում լեգիտիմ չեն, վախով, պարտադրանքով ստորագրված ցանկացած փաստաթուղթ ինքը լեգիտիմ չի, եւ սրանց ամեն ինչն է վախով, վախը դա էլի ներից է, ասենք ամբողջ տրամաբանությունն է ներից, այս գերեզման է այսքան ամենացնելը, հետո դա հպարտությամբ հաճույքով դա մասին խոսալ, հետո մեղադել ինչի չես մեղել ու ինչ ես փրկվել, պետք չի սրանց այսքան թեթև նայել, սրանք լուրջ վտանգ են ներկայացնում, ոչ միայն է բանի, հասկանում եք Հայաստանի պետականության համար, սրանք արդեն բարոյացիտ են իրականացրել, սրանք սպանել են բարոյականությունը Հայաստանում ահագին շերտերի մոտ, ու դա շարունակվում է, սա ների ասպատակությունն է Հայաստանում, այս պահին։ Միակ լուսավոր կետն է, արարչին։ Ասում է, ճիշտ ասած, մենք էլ չենք հասկանում ով է, ում հետ խոսենք, ով է կառավարում Ամերիկայի Մեծ Նահանգները, այս Էփստինի մանկապիղծը, երեխեքի արունով միս խմող ուտողը, թե ով։ Պատահական չի, որ այս պատերազմը, ասում են, մեր պատերազմը Էփստինի կոալիցիայի դեմ։ Մեծ սալսենք։ Сегодня я обсужу с вами серию преступлений против армянского народа, начиная с 1894 года. Исторически эти преступления приписывались младотуркам, как будто младотурки были турецкими мусульманами. На самом деле, младотурки в основном состояли из тайных евреев и открытых евреев из города Салоники, чьей целью было уничтожить Турецкую империю и установить порядок для создания еврейского государства в Палестине, а впоследствии по всей Панорамии. Этот процесс продолжается до сих пор. И геноцид... Սա է նրա մասին զեկույցը, որ այդ երեք թուրքերը, որոնք մտածում են թուրքեր են, այն բոլորը հրյաներ էին կրոնափող դոյմեներ, որոնք հենց Սալոնիկում էին, նաև մասոնական լոժայի անդամներ։ Սալոնիկից եկած, որոնք միջև հեղափոխություն անելը եկան առաջարկեցին հենց Աբդուլ Համիդին փող Պաղեստինի տարածքում տարածք առնելու։ Աբդուլ Համիդը մերժեց, ասեց իմ տարածքը չի վաճառվում։ Լսեք, ամբողջ Օսմանյան կայսրությունից մի փոքրիկ հող են ուզում, Աբդուլ Համիդը չվաճառեց, ասեց չէ։ Դե սիոնիստներն ասին չէ, դե լավ։ Ու սպանեցին։ Ու եղավ հեղափոխություն։ Հետո իրանք այն ինչ-որ պետք է անեին, փորձեցին անել հենց հայրին կոտորելով։ Թե հայրին կոտորելը ինչ էր տալու իրենց, ինչի պետք է հասնեին, որ թե դա ինչ կապ ուներ, ինչով էր օգնելու իրանց Պաղեստինի ստեղծմանը, ես հիմա դժվարանում եմ ասել, որովհետև այնքան տարբերակներ կա, ես չեմ ուզում ոչ մեկի վրա կենտրոնանալ։ Բայց այն հանգամանքը, որ դրանք հենց Սալոնիկի հրեաներ էին, իսկ Էնվերը այո, նույնպես Սալոնիկի հետ է միաժամանակ ախրանկայի ագենտ, որ հետագայում սկսեց բոլշևիզմի համար պայքարել Միջին Ասիայում, սրանք փաստեր են պատմական։ Սա շուրջ իհարկե կարելի է վիճել, ինչ նպատակով արեցին, ինչ էին ուզում, որ պահից չստացվեց, հա, կամ որն էր վերջնական նպատակը, որտեղ էր համընկնում թուրքերի հետ իրենց նպատակը, ոնց օգտագործեցին այս ամեն ինչը։ Իհարկե դա շատ կարելի է վիճել, բայց այն ինչ-որ փաստ է։ Եվ Պաղեստինի գնելու եւ Աբդուլ Համիդի մերժելու եւ հետագայում հեղափոխությունը կազմակերպելու Աբդուլ Համիդի գլուխ ուտելու։ Մի խոսքով, սա բոլորը փաստեր են։
Նախկին Իսրայելի վարչապետը պարզ հայտարարել է, որ Գազան պետքա վերադառնա պաղեստինցիներին։ Սա հետաքրքիր է։ Հետաքրքիր է նաև, որ Գերմանիան հայտարարել, որ եթե Նետանյահուն գա, Գերմանիա, շատ տարօրինակ է, կձերբակալեն Նետանյահուն։ Այս ինչ արագ է փոխվում պատմությունը։ Այս շաբաթ omեր երրորդ ինքնասպանությունն է արդեն Իսրայելի բանակում։ Իսրայելի բանակում շատ է ինքնասպանությունները, շատացել է, ու դա 2 տարի դա բանել են։ Ես լսել եմ մի քանի վերսիաներ, ոչ մեկին առանձնապես լուրջ չեմ վերաբերվում, բայց ասեմ վերսիաների մի մասը։ Տարբերակ 1. Իրանք չեն կարողանում մարսել են սպանությունների քանակը, որ իրականացնում են, թիվ 1, իրանք հոգնել են պատերազմից, թիվ 2, եւ իրանց մոտ կա բան ստրես ինքնության վերաբերյալ, ով են իրանք եւ ընդհանրապես իրանք ինչ են անում։ Այս 3 տարբերակներ ամեն մի վերլուծաբան իրան պնդում է ամեն մեկի վրա։ Ես ոչ մեկն էլ չեմ ուզում բացարձակ որպես ընդունել, մտածում եմ, որ երեքներ իրավունք ունեն տեղի ունենալու։ Բայց այս խնդիրը կա։ Այդ խնդիրը կա եւ հասարակության մեջ, եւ բանակում, որովհետեւ հասարակության մեջ բանակը արդեն այն նույն բանակը չի ընկալումների մեջ ինչ որ առաջ էր։ Ինչ որ ասենք միջև 3 տարի առաջ, միջև այս Գազայի վրա լայնամասշտաբ հաստատումները։ Ասել ենք, իսկ Մարկո Ռուբիոն այս յետևույթը, որ եկավ Նիկոլին արագ ստորագրել տվեց, Արարատին Միրզոյան, ու վերջերս փաստաթղթերը փախավ, հա։ Ասում է, ովքեր քննադատել են երբևէ Իսրայելին, ամերիկյան վիզա չեն ստանա։ Սա ոչ միայն քաղաքական չի, ոչ մի ձևով արդարացված չի, սա նույնիսկ հանցագործություն է։ Բայց պետք է հասկանալ, որ այսօրվա աշխարհում, այսօրվա Ամերիկայի Միացյալ Նահանգներում սա կարող է լինի։ Որն էլ նշանակում է իր հերթին մի բան։ Սա շատ չի մնացել։ Նետանյահուի հետ հոկտեմբերի վերջ, նոյեմբեր կգնան նաև իրանք։ Այս նման հայտարարությունները այժմ չի նստելու։ Բայց սա լսեք։ Евреи на Кавказе, они коренной народ, потому что Кавказ всегда являлся колыбелью горских евреев. Լսեցինք։ Μα կարող ենք սա էլ դիտարկել որպես երիտթ թուրքերի նպատակների մեջ, որ ոչ միայն Պաղեստինն է իրանցը, այլ, ինչպես ասում են, Կովկասն է, դա հրեաների իրանց պապենական հողերն է։ Դե հիմա տեղավորեք այս ամեն ինչի մեջ Արցախյան պատերազմը։ Բացատրեք ինչով են իսրայելցիները այսքան հակված Արցախը խմելու, որ ստեղ մենակ Իրանի վրա հարձակվելու փաստը չի, հա։ Դեռ մենք շատ բաներ ենք իմանալու։ Բայց ամենակարևորը հարցը մենք դեռ չենք լուծել, մենք չունենք սեփական պետություն, որ այս ամեն ինչի դեմ ինչ-որ մի բան վառնենք։ Քանի մենք չենք ստեղծել պետականություն, վաղը գալու են սել Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, որտեղ Նոյը հրեա է։ Կասեն, դա են ասել, ինչ եք մտածում, եթե ասում են Կովկաս Հայաստանը չեն ասելու, մանավանդ Արարատ ծառ բիբլիական, Кимурджан – основатель отечественной школы конструирования планетоходов, в значительной мере определивший развитие этой дисциплины в мировом масштабе. Он создал новые направления в технике – космическое транспортное машиностроение, разработал основы теории конструирования и испытаний планетоходов. Ալեքսանդր Քեմուրջյան, լուսնագնացի հեղինակ հիմնադիր։ Օրինակ ինչի թուրք չի սա։ Օրինակ ինչի ադրբեջանցի չի։ Հետաքրքիր է, չէ՞, այսքան բան ունի։ Մի հատ ադրբեջանցի չի լինում, Նիկոլ։ Բայց դա չի իրականում, պատկերացնում եք մենք ինչ ռեսուրսներ ենք, սա Ամերիկայում ա եղել Քեմուրջյանը։ Աշխարհով մենք ինչ ռեսուրս ենք ցպնել, ինչպիսի նորամուծություններ, ինչպիսի հայտնագործություններ,
Դուք պատկերացեք մի պահ, եթե նրանք բոլորը ապրեին Հայաստանում, բոլորը իրենց գյուտերն ու նորամուծություններն անեին հայկական պետականության համար։ Մենք ինչ խնդիր պետք է ունենայինք։ Ոչ մի խնդիր։ Ասեմ, ի տարբերություն հրեաների, հայերի աշխարհի ոչ մի տեղում չեն ատել երբևէ, ոչ մի տեղից չեն վռնդել, ոչ մի տեղ չեն հալածել, այն էլ Օսմանյան Թուրքիայում սկսվեց դա, երբ որ ռուսները սկսեցին պատերազմներ վարել Թուրքիայի հետ եւ սկսեցին հայերին քաշել իրենց կողմ, եւ հայերը տվեցին այդ գայթակղությանը։ Մինչև այդ Թուրքիայում էլ առանձնապես կոտորված չեն եղել։ Բոլոր բնակավայրերը եղել է մինչև հանգիստ, մինչև 1890-ական թվականները։ Ջարդերը սկսել են այնտեղից հետո։ Հրեաներին վտարել են բոլոր տեղերից։ Հրեաներին ատում էր ամբողջ աշխարհը, կարծում հիմա էլ ատում։ Մեր պոտենցիալը զարգանալու անգամներ, 100 անգամներ ավելի շատ է եղել, հիմա էլ է շատ, քան հրեաներին է։ Բայց հրեաները հաջողեցին լինելով ատելի բոլոր ազգերի համար, մերժելի բոլոր ազգերի համար, մենք մեր պետություն չենք կարողանում ստեղծել կամ պահենք։ Ժողովուրդ ջան, ինչն է սա պակաս։ Ինչը ես ուղղակի ես չեմ կարող այդ հարցի պատասխանը առանց քննելու հանգիստ գնամ քննելու։ Ինչն է սա պակաս։ Խելքը։ Չէ, ոնց որ խելք ունենք, փողը, ոնց որ փողեր ունենք։ Ինչը, կամքը, բարոյականությունը, հետևողականությունը, ինչը։ Այս հարցի պատասխանը մենք անկեղծ ինքներս մեզ պետք է տանք, որ այդ լուծումը գտնենք։ Քանի մենք այդ հարցի պատասխանը անկեղծ չենք խոսացել, որ այսինքն ոնց որ Պասխան, մենք խենք Պասխա տոնում ընդհանրապես։ Լավ է, հələ մեր մոտ Պասխան զատիկ է կոչում են, կապ չունի դրա հետ։ Բայց ռուսներն ասում են, ռուսները տեսնես գիտեն ինչ են ասում, կամ Ամերիկայում ովքեր Passover են անում, տոնում, գիտեն ինչի մասին է տոնում։ Այսինքն բաներ կա, որ մենք սենց ապրում ենք, էլի, մի հատ սենց իներցիայի մեջ, ու մտածում ենք ինչի ենք սխալ տեղ հասնում, դե որտեղ իներցիան միշտ մի ուղղությամբ է գնում, ո՞ց քեզ կարա ուրիշ տեղ տանի։ Իներցիա նշանակում է նույն ուղղությունը, նույն վեկտորը, նույն մշտականությունը, նույն պարբերականությամբ։ Մի հատ ստապել է պետք, նայել է պետք, ինչի է սենց։ Լինելով ամենասիրված, ամենատաղանդավոր, ամենաշնորհով, չգիտեմ, դիմացկուն, ամենաճկուն, ինչի։ Դուք գիտեք, որ Բրիտանիայում 18-րդ դարի բան կա, բառարան կա առևտրային։ Առևտրային բառարան կա Բրիտանիայում։ Որտեղ գրված է հայերի մասին, հայ բիզնեսների մասին եւ հայերի հետ շփվելուց ինչ բառեր է պետք իմանալ։ 18-րդ բրիտանական էնցիկլոպեդիա է։ Ինչի է ամեն ինչ ադրբեջաներեն չկա, թուրքերեն չկա։ Որտեղ Թուրքիայում էլ են հայերն այդ ամեն ինչ արել։ Աշխարհը թուրքական կոֆեից է խոսում, առանց հասկանալու, որ առաջի սրճարանը Վիեննայում հայ է բացել, ուղղակի Օսմանյան կայսրության քաղաքացի է եղել։ Եվ վերջում ուզում սա ցուցաբերել։ Անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնը, ինչպես անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնը հայերեն սովորեց եւ հովանավորեց քերականական դասագրքի հրատարակությունը։ Ջորջ Բայրոնի ստեղծագործական ամենաբեղուն շրջանը համարվում է 1816-ից 18 թվականները, երբ ստեղծվեցին նրա նշանավոր շատ երգեր։ Այս շրջանում Ջորջ Բայրոնը ապրում է Վենետիկում եւ կապեր հաստատում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մխիթարյան հայկական միաբանության հետ։ Բայրոնի վենետիկյան կյանքի ու գործունեության մասին շատ մանրամասներ են պահպանվել բանաստեղծի իր կենսագիր Թոմաս Մուրի եւ իր ստեղծագործությունների հրատարակիչ Ջորջ Մրեին ուղված 14 նամակներում։ Ամբողջ ձմեռ ամեն առավոտ նա դուրս էր գալիս, մակույկով մեն-մենակ ճեղքում էր ջուրը հայոց կղզի գնալու համար։ Գնում էր վայելելու տեղի գիտուն եւ հյուրասեր վանականների ինտերակցիոնը, սովորելու նրանց դժվարին լեզուն։ Իսկ երեկոյան մտնելով իր գոնդոլը դարձյալ մակույկով գնում էր միայն 2 ժամով աշխարհիկ հասարակության մեջ անցկացնելու, գրում է Թոմաս Մուրը։ Բայրոնը սկսում է հայերեն սովորել։ Սկսել եւ շարունակում եմ հայոց լեզվի ուսումնառությունը։
որին տիրապետում եմ հնարավորությունների սահմաններում։ Ամեն օր գնում եմ հայկական վան Լավ խոսք ունի ասում Աստծո հետ խոսելու համար պետք է սովորել հայերեն։ Հայերենն է լեզուն Աստծո հետ խոսելու համար։ դասեր առնելու մի գիտնական վանականից եւ որոշ բացառիկ եւ օգտակար տեղեկություններ եմ արդեն ձեռք բերել արևելյան այդ ժողովրդի գրականության եւ սովորությունների մասին։ Նրանք այստեղ ունեն հաստատություն, եկեղեցի եւ 90 վանականից բաղկացած միաբանություն։ Նրանցից ոմանք շատ ուսյալ եւ կիրթ մարդիկ են, ունեն նաեւ տպարան եւ մեծ ջանքեր են գործադրում իրենց ազգը լուսավորելու համար, գրում է Բայրոնը։ Բայրոնը ազդված էր հայ ժողովրդի ողբերգական պատմությամբ, սակայն հիացած հայ մշակույթով ու մխիթարյան միաբանության գիտնական հայրերով, հատկապես իր ուսուցիչ Հարություն Ավեգերյանով, որին Պասկալ էր կոչում։ Նրանք միասին պատրաստել եւ հրատարակել են անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն քերականության ձեռնարկները եւ անգլերեն-հայերեն բառարան։ Բացի այդ, Բայրոնը կատարել է որոշ թարգմանություններ հայ մատենագրությունից։ Բանաստեղծի դրամական աջակցությամբ է հրատարակվում անգլերեն-հայերեն քերականության դասագիրքը։ Իր կապերի միջոցով նա նաև նպաստում է գրքի տարածմանն ու վաճառքին, իսկ արդեն հայերեն-անգլերեն գրքի համար Հարություն Ավգերյանի խնդրանքով Բայրոնն առաջաբան է գրում, որտեղ մասնավորապես նշում է. Այս մարդիկ մի հարստահարված եւ բարձրատով մազգի կրոնավորներ են։ Ազգ, որը հրյաների եւ հույների պես տարագիր ու ստրուկ է եղել առանց առաջինների ինքնամեկուսացման եւ վերջինների ստրկամտության։ Այս ժողովուրդը հարստացել է առանց կեղեքելու եւ ստրկամտության մեջ արժանացել պատվի առանց բանսարկության։ Բայց նրա տեղը այնուամենայնիվ երկար ժամանակ եղել է գերության տան մեջ, որ վերջերս բազմապատկել է իր անթիվ օթևանները։ Թերևս դժվար լինի գտնել մի ազգի տարեգրություն, որն ավելի զերծ լինի արատավորող ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք։ Սակայն ինչպիսին է լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին է լինի այն ապագայում նրանց երկիրը հավետ պիտի մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, եւ թերևս նրանց լեզուն ավելի խոր ուսումնասիրության պահանջ է դնում, ավելի գրավիչ դառնալու համար։ Ես չեմ կարծում մեկը խորությամբ ճանաչի ինքն իրան, իր ազգի յուրահատկությունը, թույլ տվեք ես բառն ասեմ առանց մեծամտության, ազգի յուրահատությունն ու ինքնատիպությունը։ Ու հանդուրժի այս վիճակը, որտեղ մենք ապրում ենք, որի մեջ մենք ապրում ենք։ Վստահ, եթե մեկը մի քիչ ճանաչում է իրան, իր արժանինքների մասին, պատմական առաքելության մասին, գաղափար ունի, կհասկանա, որ սա իր համար չի։ Դե չէ էլի, չի կարա առյուծը շակալ չի կարա դառնալ։ Ոնց կարող առյուծը շակալի կարգավիճակին հարմարվի, շակալի կերին հարմարվի, շակալի դիրքին ու վերաբերմունքին, որպես շակալին վերաբերվող, ոնց կարող հարմարվի։ Ու նայի ինչ-որ թուրք սպիտակ ու սև ոչխարների ինչ-որ ցեղեր իրան ինչ են պարտադրում, ոնց կարող է։ Դրա համար ես շատ եմ կարևորում հենց մեր այս ինքնաճանաչումը, առաջնայինն է դա, որովհետև այդտեղ եմ տեսնում մեր բոլոր հարցերի լուծումները, փրկությունը, ճանապարհը, ինքը կարճ չի, ինքը արագ չի, այս արագ լուծումով այս խնդիրը արագ լուծումներ չունի։ Այս երկիրը այս խնդիրը ունի երկար ու հիմնավոր լուծելու հնարավորություն մենակ։ Եվ դա ինքնաճանաչումն է։ Ինքն իրեն ճանաչելը, ազգդ, անցյալդ, ներկադ, ապագադ էլ ըստ դրա որոշես։ Ես այստեղ եմ տեսնում այս հարցի լուծումը, այս ձևի մեջ եմ, այս ֆորմատի մեջ եմ տեսնում։ Եվ այս ֆորմատի մեջ ովքեր պատրաստ են հիմնավոր գիտակցական ճանապարհ անցնել, գրեք ինձ, գրեք դուք որտեղ եք ապրում, գրեք արդյոք դուք պատրաստ եք դառնալ մեզանից մեկը եւ ձեր մաս վերցնել պատասխանատվություն այս ընդհանուր գործի համար եւ եկեք միասին անցնենք դրա միջով եւ ստեղծենք մեր այն Հայաստանը, որին արժանինք։ Այսքան այսօրվա այսքանը լավ մնացեք։